Այս վանդակների հետևում գտնվող կոկորդիլոսները Երևանի կենդանաբանական այգու սովորական բնակիչներ չեն, նրանք այստեղ են հայտնվել քրեական վարույթի շրջանակում։ Որպես իրեղեն ապացույց վայրի կենդանու կամ թռչնի ապօրինի որսի դեպքի առթիվ հարուցված գործով։ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրաված կենդանիների թվում են նաև 9 կոկորդիլոսները։ Այժմ նրանք գտնվում են Երևանի կենդանաբանական այգում։ Այցելուները կարողանում են դիտել և լուսանկարահանել նրանց։ Այս կոկորդիլոսներից մեկն էլ տեղափոխման ընթացքում վնասել էր այգու աշխատակցին։ Մենք փորձեցինք տեսնել նաև առյուծներին, սակայն կենդանիներն այս պահին գտնվում են կարանտինային պայմաններում, առանձնացված տարածքում, և լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չի տրվում տեսնել և նկարահանել կենդանիներին։ Հիշեցնենք, տեղափոխումից հետո առյուծներից մեկը անկել էր։ Երևանի կենդանաբանական այգուց հայտնել էին, որ էգ առյուծը քնեցումից չի արթնացել։ Մենք փորձեցինք պարզել նաև մյուս կենդանիների առողջական վիճակի, պահման պայմանների և հետագա ընթացքի վերաբերյալ մանրամասներ, սակայն քաղաքապետարանից հայտնել են, որ այս փուլում լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել չեն կարող և առաջարկել են հարցումն ուղարկել գրավոր կարգով։ Մենք կշարունակենք հետևել թեմային։